Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր վարչակազմն ունի օրինական լիազորություն հարվածներ հասցնելու Վենեսուելայի մերձակայքում գտնվող այն նավերին, որոնք ամերիկյան հետախուզության տվյալներով թմրանյութեր են տեղափոխում։ Թրամփն ասել է, թե հնարավոր է դիմի կոնգրեսին, եթե որոշի ցամաքային թիրախներ խոցել։ Մենք ունենք օրինական լիազորություն, մեզ թույլատրվում է դա անել, եւ եթե մենք դա անենք ցամաքով, մենք կարող ենք այդ հարցով մտնել կոնգրես, բայց մենք ունենք ազգային անվտանգության խնդիր, նրանք անցյալ տարի սպանել են 300,000 մարդու, թմրանյութերից, այն թմրանյութերից, որոնք գալիս են այդտեղից, եւ դա մեզ տալիս է օրինական լիազորություն։ Թրամփը նաև ասել է, որ կարող է շատ լուրջ քայլերի դիմել Կոլումբիայի դեմ միջազգային թմրաշրջանառության մեջ նրա դերակատարության պատճառով։ Նա Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոին անվանել է վատ տղա։ Ի պատասխան Գուստավո Պետրոն նույն օրը հայտարարել է, որ իրավական քայլեր կձեռնարկի միջազգային ատյաններին իր հասցեին ամերիկացի պաշտոնակցի հայտարարությունների կապակցությամբ։ Թրամփի վարչակազմի կոշտ դիրքորոշումը դրսևորվում է ոչ միայն արտաքին ճակատում, այլև երկրի ներքաղաքական կյանքում։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը չորեքշաբթի Սթոքթոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ կտրականապես դեմ է արտահայտվել դաշտային գործակալների նահանջ ժամանելու մասին որոշմանը։ Դա բացարձակապես կանխատեսելի էր, դա դարեր շարունակ գրված պարզունակ սցենար էր եւ ավտորիտար նախաձեռնություն։ Դուք հայտարարում եք ձեր մտադրության մասին, բանակը ուղարկել փողոցներ ներքին ոստիկանական գործողություններ իրականացնելու համար։ Դուք խիստ չափազանցնում կամ ամբողջովին հորինում եք հանցագործության վիճակագրությունը, որը իրական չէ եւ չի արդարացնում նման գործողությունները։ Պորտլենդում դատարանը թույլատրել է ազգային գվարդիայի մուտքը ցույցերը ճնշելու համար, թեև այնտեղ իրավիճակը հանգիստ է։ Միևնույն ժամանակ Չիկագոյում ցուցարարները բախվել են ներգաղթի հարցերով դաշտային գործակալների հետ, որի ընթացքում ըստ ականատեսների սպաներից մեկը ցուցարարների վրա անհայտ նյութ է ցողել։ Նրանք ուզում էին ցույց տալ, որ իրենք ավազակներ են եւ կարող են անել այն, ինչ ուզում են։ Եվ նրանք բախվել են մի անձի հետ, ձերբակալել նրան առանց հիմնավոր պատճառի, առանց օրինական փաստաթղթի։ Եվ փոխանակ ոստիկանությունը օգնություն ցուցաբերեր վթարի ենթարկված անձին, պարզեր արդյոք նա բժշկական օգնության կարիք ունի, վերցել ու ձերբակալել է նրան։ Թրամփի վարչակազմի վիճառույց քայլերը թե արտաքին քաղաքականության, թե երկրի ներսում իրավիճակը վերահսկելու հարցում ստեղծում են լարվածության նոր օջախներ։ Այս գործողությունները բախվում են ինչպես տեղական իշխանությունների ու ցուցարարների դիմադրությանը, այնպես էլ դատական հայցերի, խորացնելով հակասությունները բոլոր մակարդակներում։ Միաժամանակ Թրամփը համառորեն սրում է Վենեսուելայի եւ Կոլումբիայի հետ հակամարտությունը, սպառնալով ցամաքային գործողությամբ, ինչն արդեն բացահայտ պատերազմի մարտահրավեր է։ Դավիթ Գենջոյան, Riopan Media։